Մերս հենց ընես չեր զանգել։ Ես իր զանգի մեջ ինչ-որ վատ բան զգացի, մի վատ բան կա։ Կարաք մի քիչ արագ քշել։ Այս քայլին գնալու համար երկար պետք չի մտածել։ Թե չէ կփոշմանես։ Իդ կկանգնես։ Իսկ ես դա չեմ ուզում անել։ Ճիշտ է սա։ Սա է ճիշտը։ Նրան ուզում է գցի իրան։ Նայնա ինքին։ Կանգնի։ Ստեփոս կանգնի։ Շուտ էլ կայնի, բիդե քաշի կայնի։ Անցանես սպորտ ես նա։ Մամի չաս։ Մի խանգարի։ Վերջին անգամն այս, եթե դու մի անգամ էլ փորձես, ես քեզնից շուտ կանեմ էլ։ Ինչ եք բոլորդ զարմացած ինձ նայում, ոնց որ ձեր դիմաց գիժա կանգնած։ Իրականում ես ուզում եմ ձեզ լավություն անել ու ձեր աչքերը բացել։ Բոլորիս աչքերը ուզում եմ բացի։ Ինչ-որ շատ բարի չես մեր հանդեպ Կարմեն։ Զգում ես, որ քեզ ստեղ ոչ ոք լուրջ չի ընկալում։ Տենց երևի պարապ էիր, ուզում էիր գայր ուրախացնեիր մեզ կամ չգիտեմ, ու գնայիր։ Դե վերջ, գնա։ Իսկ դու ինչ ես խառնվել իրար։ Թող ուրախացնի։ Կլինի իմ տանը ես որոշեմ։ Իսկ խոսացողի բերանը փակում ես։ Վերջը լավ լինի։ Մի բան էլ դու ասա, Ադանը։ Դու ոնց ես սիրում Վլադին, եթե քո կողքին ուրիշ մեկն ա քնում։ Իսկ դու նույնիսկ չես էլ նկատում։ Լռի հա մի հատ։ Ձեզնից ոչ ոք նույնիսկ չի էլ կասկածել, որ սա Խորենն է, ոչ թե Վլադը։ Ինչ հիմար եք։ Խորենն է։ Իրան դրել է Վլադի տեղը, որ հաշվեհարդար տեսնի ձեզ հետ։ Էրիկա։ Վլադի սկականից սրան դուրս հանի հիմա։ Լավ չես Ադամ։ Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ սա Վլադը չի։ Բաբ։ Ադամ լավ չես։ Ալիս ուշադրություն մի դարձրու։ Այդ լակոտի ասասներին դու կես պին բայ։ Պապա, ես արդեն չգիտեմ, թե ինչին հավատամ ու ինչին չէ։ Ես արդեն կյանքին լուրջ չեմ վերաբերվում, պապա։ Ժողովուրդ օգնեք, կորցնում ենք Ադամիս։ Ջուր բերեք։ Ես քեզ կարող եմ ուղղակի խեղդեմ։ Այդ ժամանակ բոլորը կիմանան, որ դու Վլադը չես, ու կիմանան, որ ես չէի խաբում։ Ինչի իմ դեմ դուրս եկար։ Դու խախտեցիր խաղի կանոնները։ Ես ամենասկզբից էլ կասկածում էի։ Ու ճիշտ էի կասկածում, որովհետև քո այդ գործ բռնել պետք չէր։ Քեզ պետք չէր վստահել։ Իսկ ինչի ես պիտի հավատարիմ մնայի քեզ։ Ինչի, եթե դու թքած ունեցար մեր երեխայի վրա։ Ես քեզ չէի խնդրել երեխա ունենայիր։ Իսկ ես քեզ չէի խնդրել, որ իմ կյանքում հայտնվեիր։ Լսի ձենդ կտրի, թե չէ կարող թաղեմ քեզ հենց հիմա այս թունելի մեջ։ Թաղի։ Ու կթաղեմ։ Եթե ես չկարողացա բոլորին համոզեմ, որ ես Վլադն եմ։ Ադամ, գոնե ձայն հանին, մի բան ասա։ Թե չէ ես հիմա շտապ օգնություն եմ կանչելու։ Մարդը խնդրում եմ լռիր։
Եթե սա խորենն է, ես ողջ ընթացքում խաղացել ավելատ, ուրեմն դուք, չէ, ավելի լավ է, չհավատամ, որովհետև հավատալու դեպքում ես դրան ողջ կթաղեմ, եթե վլադը չլինելով, քեզ մոտեկած լինի։ Կարող է դրա համար էի խորթություն զգում։ Կարող է դրա համար չէի թողնում ինձ մոտ գար։ Բայց եթե տենց է, հապա Վլադն ուր է։ Չէ, սուտա, ես չեմ հավատում։ Իրավապահությունը կապված է միայն հիվանդության հետ։ Եկեք սպասենք մինչև Վլադս հետ գա։ Ու խնդրում եմ բոլորիդ, զերծ մնանք Կարմենի ասածը մեկնաբանելուց, որովհետև հիմա մենք բոլորս մեկնաբանում ենք կատարվածը։ Եթե հավատամ, կմեռնեմ։ Ուզում եմ միաժամանակ կորցնեմ մտածելուս կարողությունը։ Բայց Կարմեն Սիտան խելոք բաներ ասեց, մտածելու առիթ տվեց։ Եթե լավ էր, ինչի պիտի գնային ինքնասպանության։ Չէ, ստեղ մի բան ինչի, մի բան կա, որից չես ասել։ Հիմա ուշադիր լսի ինչ ես անում։ Դու ինձ չասես ես ինչ անեմ։ Ես չեմ անելու մի բան, որը չեմ ուզում։ Ես քեզ կասեմ դու ինչ կանես։ Ու դու այդ շատ խելոք կանես, հասկացար։ Դու սաղին կպատմես, որ դու այդ ամեն ինչը հորինել ես, որովհետև մինչև հիմա չես հաշտվում, որ Վլադը Ադանեի հետ է։ Հասկացար ինձ։ Ես իմ խոսքից ետ չեմ կանգնի։ Եթե ասել եմ, որ դու խորենն ես, ուրեմն մինչև վերջ կմնամ իմ ասածին։ Ինչ կանես։ Մինչև վերջ կմնամ իմ ասածին։ Չես հասցնի։ Դու ինձ դες պրծում չունես։ Աստված իմ կողմն էր, որ այսօր ինձ ձեր տուն ուղարկեց, թե չէ դու ինձ ասողը չէիր։ Իսկ ինչ պիտի ասեի, պապա։ Նույնիսկ ես ոչ մի բան չեմ հասկանում։ Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում։ Քեզ ինչ պիտի ասեի։ Բոլորը միաբերան ասում են, որ այդ լակոտը Վլադը չի։ Հաստորեն մարդ չի կարա, չէ՞, դες մի անգամից փոխվի։ Պապա։ Ոայ պապա, ես չեմ ուզում հավատամ, որ Կարմենը ինչ ասում ճիշտ էր ասում։ Ես չեմ ուզում դրան հավատամ, պապա։ Ախր եթե Կարմենը ճիշտ ասում, այդ դեպքում ուր է Վլադը։ Ուր է անհետացել Վլադը։ Ես էլ չեմ ուզում հավատամ։ Բայց եթե դի հանկարծ Վլադը չեղավ, չէ՞, այստեղ լրիվ ուրիշ բան է սպասում։ Պապ, լավ կլինի դու գնաս։ Աղջիկ ջան, եթե ես գնամ, քեզ էլ հետ եմ տանելու։ Ես ոնց կարամ կամ, պապա։ Ոնց կարամ կամ։ Բա կարող է ես քեզ թողեմ այս գժանոցում։
Պապա ճիշտ չի ընկալվի քո այստեղ մնալը։ Ամեն ես պիտի սպասեմ, ինչեւ Վլադը գա, որ բացատրություն տա։ Ուրեմն ես էլ կսպասեմ, կմնամ մինչև այդ Վլադը գա։ Պապի ճիշտ հասկացի։ Քո մնալը սխալ կընկալվի։ Ժանինա։ Ժամանակ գտավ։ Ալո։ Ոնց ես։ Լավ, Ժան։ Դու։ Իմի համեմատ քեզ բոլորը լավ են։ Զանգել եմ ասելու որ մտադիր եմ Ամերիկա գնալ։ Ինչի։ Դու ինձնից լավ գիտես թե ինչի։ Մամայիդ մոտ։ Եթե ինքն իմ մայրն ուրեմն կարելի է այդպես ասել։ Բայց ես պետք է գնամ ինքս բարձր, պիտի իրան տեսնեմ։ Պիտի իմանամ ճշմարտությունը։ Ինքին մայրն է թե ոչ։ Ինչ տեսնում եք ասեք, հա, մեզ մի խնայեք, մի խղճացեք։ Այնքան բան թափվեց մեր գլխին, որ դրանից հետո մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Չէ։ Եթե հանկարծ մահ տեսնեք, չասեք, հա, մենք դեռ պատրաստ չենք դրան։ Ես դաժե դրան էլ եմ պատրաստ, էլի եմ ասում, այնքան բան թափվեց մեր գլխին, որ ամեն ինչի պատրաստ ենք, իսկ մահը ինձ համար դրախտային ծաղիկ է։ Ինչ գեղեցիկ, արտահայտվեցիք, ոչ ոք մահը այդպես գեղեցիկ չէր կոչել դրախտային ծաղիկ։ Լավ, ինչ ա մեզ սպասում, ասեք, հա։ Դու կարծում եք հասել եք վերջին։ Ոչ։ Սա դեռ սկիզբն է։ Ничего себе։ Ուրեմն այս ամենը ինչ որ եղավ սկիզբն է։ Ուրեմն մամ ջան դու ճիշտ ես։ Մենք նախընտրում ենք մահը։ Մոնիկա մի հատ սուս մնա, հա, մի խանգարեն։ Լավ էր, չէ։ Մի ժամ է խոսում է իր մամա չէիր խանգարում։ Ես հենց մի բառ ասեցի, խանգարեցի։ Չհասկացա հիմա դուք եկել եք, որ դու գուշակեք, թե եկել եք, որ իմ գուշակությունները լսեք։ Դուք կողմնորոշվեք, հա։ Ինձ ինչ է սպասվում։ Բայց սպասի, հա, Մոնիկա։ Ինձ ինչ է սպասվում։ Հələ տեսնենք պապային ինչ է սպասվում, որովհետև նրա ճակատագրից կախված է մեր բոլորի ճակատագրերը։ Կրակոտ ու արյունոտ ճանապարհա ձեզ սպասվում։ Թե ձեզ, թե ձեր հորը։ Շատ դժբախտություններ են գալու ձեր գլխին։ Դեռ գալիս են, չեն եկել, նոր պիտի գա։ Են ինչ եկելա ոչինչը։ Են ամենի դիմաց ինչ պիտի գա։ Քարը ինչի մնալու ձեր ընտանիքում։ Ես գնացի մամա։ Սա ինադու ես հենց ուժս բաներ ասում։ Հա, վրեժա լուծում, որ չէինք գալիս այսքան ժամանակ, չէ։ Իսկ դու երկար ես տառապելու։ Գլխի տալու քո կորցրած սիրո համար։ Իսկ դուք ինչ գիտեք, որ ես սեր եմ կորցրել։ Նա էլ է տառապում։ Բայց ոչ այնքան, որքան դու։ Նա փորձում է քեզ մոռանալ։ Հələ դրան տեսեք։ Իսկ ստացվում է։ Պատկերացրու տանջանքների միջով, բայց ստացվում է։ Իսկ մյուս աղջիկը բռնել է դժոխքի ճանապարհը։ Նրան կանգնեցնել է պետք։ Եթե կգտնվի այդ մարդը, ով կարողանա դա անել։ Ես պաշտպանություն կգտնեմ իմ հայրական տանը։ Մարդու համար ամենաապահով անկյունը դա նրա հայրական օջախն է։ Հա, այստեղ ինձ ոչ մեկ չի վնասի։ Այստեղ նույնիսկ գիժ խորանի ձեռքերն ինձ չեն հասնի։ Ինչ եք անում։ Բաց թողեք ինձ, պապա, այս տեսախցիկները կֆիքսեն, բաց թողեք։ Բաց թողեք, ինչի ուր եք տանում։ Բաց թողեք։
Եթե ես մի պահ հավատամ, որ ինքը Վլադը չէ, ես կգժվեմ։ Ես կմեռնեմ ուղղակի։ Տեղս չեմ գտնում։ Չի ավելովա սպասեմ, համբերեմ, թող գա, թող խոսա։ Մեռան քեզ սպասելով այդ տղա ուր ես։ Ինչի՞։ Կարծում եմ ավելորդ է հարցնել ինչի, որտեղ մենք բոլորս քեզ ենք սպասում։ Ինձ մաքսիմում կարա հերս սպասի, կամ մերս, կամ խոսքի տատս, պապս, մեր հարևանները, հորքուրից տղեն, բայց ոչ թե դու։ Ինչի։ Ժամանակին մենք իրար քիչ չենք սպասել։ Մենք շատ կապված էինք իրար հետ։ Ու եթե դու իսկապես Վլադն ես, ապա կհիշես ինչ եմ ասում։ Ինչի ելով կարայի լինեի, եթե ոչ Վլադը։ Ինչպես Կարմենն է ասում, խորելը։ Դու կարող ես լինել միանգամայն խորելը, այլ ոչ Վլադը։ Դու ես տանից դուրս կշպրտվես։ Կարմենի նման, եթե մի անգամ էլ տենց բան ասես։ Ինձ թվում է բոլորը ես տանը իսկապես մտածում են, որ դու խորելին ես։ Ինչի համար այս ամեն ինչը, որ ճիշտը շպրտում եմ երեսիդ, հա, որ ամեն ինչ հասկացել եմ գիտեմ։ Լսի, ես գնալով ավելի ու ավելի եմ համոզում, որ դու Վլադը չես, դու խորելն ես, ու այդ մասին բոլորը կիմանան։ Ինչ ես ուզում, ես քեզ հենց տեղ սպանեմ։ Ճշտից համար կարող ես սպանել։ Սպանի! Լսի, դու ով ես, քեզնից ինչ ես ներկայացնում, որ ելույթ ես ունենում։ Ով է քեզ թողել բերարատ ափրծպր բացես։ Ես չես ճանաչում ինձ։ Ես այս տան տիրոջ կինն եմ, իսկ դու խելագար ես։ Ես համոզված եմ, որ դու Վլադը չես, ու այդ մասին մեռա ասելով, բոլորն են իմանալու։ Ես քո հետ կանեմ ինչ որ արեցի Կարմենի հետ։ Ես ինչ աստեղ կատարում։ Սա ուզում է, որ ես իրեն ստատկացնելով դուրս անեմ այս տանից։ Վլադ, բաց թող Մարտային։ Ես հոգեկան հիվանդը ուզում եմ վնասի ինձ, թող։ Ես Ռոբեին բաց ես թողնում Մարտային ու գնում վեր ես ընկնում։ Չլսեցիր ինչ ասեցի։ Լսեցի։ Մենք բոլորը սպասում էինք, որ տուն գաս ու բացատրություններ տաս, իսկ դու դրա փոխարեն հարձակվել ես Մարտայի վրա։ Հա, այս հոգեկանը դիտավորել հարձակվեց ինձ վրա։ Դու սուս մնա, որովհետև դու ես տանը էլ չես ապրելու։ Դա հավաքի քեզ ու խոսքերիդ հետևի։ Դու ով ես, որ Մարտային հրամայես, թե ինչ անի։ Գիտեք ինչի է հարձակվել վրաս, որովհետև ես հավատում եմ Կարմենի ասածներին։ Սա Վլադը չի, սա խորելն է, հոգեկան խորելը, թող ինձ։ Չհամարձակվես, արդեն շատ ընդհարձակվեցիր։ Դու էլ ես հավատում, որ ես խորելն եմ։ Ես սպասում եմ, որ դու խոսես, Կարմենի ասածները մեկնաբանես։ Իսկ դու։ Վլադ, հիմա դու ոնց որ այնքան էլ լավ չես։ Դրա համար լավ կլինի բարձրանաս վերև հանգստանաս, մենք հետո կխոսենք։ Ինչի եք թողնում, որ սա սենց միամտացնի ձեզ, հա։ Եթե իրականում Կարմենը հորինում էր, ինչի վերցրեց սա Կարմենին ու փախավ, ինչի վախեցավ։ Դու ուզում ես, որ ես վերջնական բիզնես դուրս գնամ։ Հանգստացի մի հատ։ Դու մեկ էլ քեզ թույլ չտաս Մարտայի հետ այդպես խոսել։ Ես վերցնում եմ երեխուս ու գնամ այս տնից։ Մենակ ետ էր ինձ մնում։ Ես չեմ կարող մնալ մի տան մեջ, որտեղ ինձ չեն արգում։ Ես վերցնում եմ երեխուս ու գնամ։ Պիտի շուտ գնացած լինեիր։ Վլադ, արի վերև բարձրանանք։ Հոպար, ես էլ վախեցել էի, փոքր ինձ քեզ մոտ էին, հա վերում, սիրտս կանգնում էր արդեն։ Դու էլ մտածեցիր երևի միլիցիա քաղմաս եմ տանում, հա? Բայց ինչի պիտի ինձ քաղմաս տանեն ոստիկանները։ Ինձ ես հարցնում։
Դու ասում ես, ես էլ կրկնում եմ։ Հիմա մտածում եմ ու ինքս ինձ հարց եմ տալիս. դու ես ավելի ցինիկ, թե աղբերդ։ В общем-то, աղբերդ իր տղահալով կարծում եմ ավելի համեստ է, քան թե դու։ Նեղացնում ես, Հոպար։ Ինչի ես վիրավորում։ Ես երդվում եմ, ես չեմ հասկանում ինչ է այստեղ կատարվում։ Ինչի համար ես դու ինձ այստեղ բերել։ Անկեղծ ասած, ես էլ մի քանի բան չէի հասկանում, Ինչևի ինչ, Հոպար։ Ինչև աղբերդ հայտնվեց ոստիկանությունում։ Հա, նորմալ է, Հարամիկը միշտ էլ հայտնվում է ոստիկանությունում։ Տարին 12 ամիս այնտեղ է, այդ իր երկրորդ տունն է։ Հա, բայց այս անգամ դու պիտի հայտնվեիր այնտեղ։ Ինքը քո փոխարենն է այնտեղ հիմա։ Ինչի։ Ես էլ հենց այդ եմ ուզում իմանալ։ Ինչի։ Հիմա հանգստացեք, բժիշկը շուտով կանցնի ձեզ մոտ։ Ինչի չէիր ասում ինձ, հա։ Ասենք որ իմանայիր, ինչ էր փոխել։ Հա։ Մամ թեկուզ ոչ մի բան չփոխեի, ես պիտի իմանայի։ Իմանայիր, որ տանջվեիր։ Թե ես քիչ եմ, դու էլ ինձ հետ պիտի էլի տանջվեիր։ Հա, մամ, հա։ Բայց մեծ աշխարհում ելում համար ես պիտի տանջվեմ, քո համար պիտի տանջվեմ, մամ։ Ես ինձ չեմ ներում։ Խիչ ես ներում։ Որ չի կարողացա քեզ օգտակար լինել այս կյանքում։ Ցավից, տառապանքից, ամոթանքից ավել ոչինչ չի կարողացա տալ քեզ։ Էդ քեզ ա թվում։ Դու ես կյանքում ինձ շատ բան ես տվել, մամ, շատ։ Էդ հիմա ասում ես, որ չնեղանամ, չվիրավորվեմ, հա։ Բայց հո ես գիտեմ ճշմարտությունը։ Մամ, դու չպիտի հանձնվես։ Տղես, ոչ իմ ձեռը մի բան կա, ոչ քո։ Երկուսս էլ անզոր ենք բնության օրենքների դեմ։ Իսկ մահ այդ օրենքներից ամենախախտն է։ Ես թքած ունեմ այդ օրենքների վրա, մամ։ Իմ համար մեկ է, ես չեմ կարող համակերպվեմ, որ կարող եմ եռնեմ։ Այդ տղես։ Այս կյանքում ով է մնալու, որ ես մնամ։ Բոլորս էլ գնացող ենք։ Մնամ ու հետո էլ մի հատ գլուխ կովամ, որ ես հաղթեցի մահին, հա։ Մամ, դու քեզ տեսել ես, մամ։ Դու հայլու մեջ քեզ նայել ես, ախր շուտ է, երիտասարդ ես, դու շատ էլ է։ Ինչի բալես։ Իմ տարիքի մարդիկ են կյանքից գնում։ Այս կյանքը շատ դաժան է, տղես, շատ։ Մամա, մամ, բժիշկ ասաց, որ հնարավորություն կա արտասահմանում բուժվելու։ Ահա։ Բժիշկը ասաց, իմ տղեն էլ հավատաց։ Բալես, բժիշկների խոսքերից շատ պետք չի կարճել։ Եթե դու հույսդ կտրել ես, մամ, ես չեմ կտրել։ Ու մենք արտասահման ենք գնալու։ Սոս, տղես, ախր ես չեմ հավատում, որ կբուժվեմ, է։ Եթե անգամ 1% հույս կա, մենք պիտի փորձենք, մամ։ Ինչով, ինչ միջոցով, տղես, հա։ Ես էի ղեկին, ապար։ Բա որ քշել չգիտեիր, ինչի էիր նստել ղեկին։ Կատաղած էի։ Պապան ինձ վիրավորել էր։ Ես էլ չգիտեի ինչ անեի, չհասկացա ոնց եղավ։ Ու ինչ։ Երկար մտածելուց հետո հասկացար, որ կարելի է ինչ-որ մեկին կարևոր չի թե ում գցել ավտոյի տակ։ Չէ, հոպար, չէ։ Եթե դու ճիշտը իմանաս, դու կհասկանաս, որ ես սխալ չեմ եղել։ Բա ով էր մեղավոր։ Այն մարդու ում գցեցիր ավտոյի տակ։ Դու էլ չես հասկանում, հոպար։ Ոչ ոք ինձ չի հասկանում։ Դրա համար էլ ես այդքան սխալներ եմ անում։ Այդ ցավը տանեմ, լավ այդ մարդուն գցել էիր մեքենայի տակ։ Ինչի չկանգնեցիր, ինչի չօգնեցիր։ Վախեցա։ Ինչից։ Թե կարծում էիր կանցնի կգնա։
Մեկը բռնվելուց էլ պիտի աղբորդ բռնեն, որովհետև մեքենայի տերը աղբերդ է։ Չէ, երդվում եմ, ես նույնիսկ այդ մասին չէի էլ մտածել։ Դու նույնիսկ չես էլ մտածել, այդ մարդը մեռել է թե ողջ է։ Մեռել է։ Իսկ քեզ հիմա ում կյանքն է հետաքրքիր։ Այդ մարդու, որ գցել ես ավտոյի տակ, թե աղբորդ։ Թե հենց այնց հարց է, տալիս ես էլի հարցի համար։ Все-таки չպիտի գնայինք, մամ։ Այ, շոկի մեջ եմ։ Ես էլ եմ շոկի մեջ։ Խոսելս չի գալիս, խեղդվում եմ։ Նյուժելի մենք ճանապարհ չենք գտնելու այդ խավարից դուրս գալու համար, չեմ հասկանում։ Սենց շարունակվելու է։ Ես էլ իմ սերը կորցրի։ Վայ լավ էլի մոնի։ Աշխարհը աշխարհով դու քո չեբուրաշկայով։ Կալիկար դրան զզվում էիր, ատում էիր, շանտեղ չէիր դնում։ Հիմա ինչ ես նստել դարդանում։ Սիրում եմ, մամ։ Մոնի, մեր ընտանիքը այն վիճակում է, որ հիմա սիրելու ժամանակը չի հաստատ։ Հենց էտա, մամ, այ հենց էտա, որ մենակ իմ սերն էր ինձ օգնում, ես մոռանամ մեր ընտանիքի գժությունները ու դժբախտությունները։ Այ քեզ բան։ Բռնեիր, բայց չթողնեիր, այդքան սիրում էիր։ Աստված իմ սենց բան կլինի, չկա մեկը, ընդամենը մի հոգի, որ ինձ հասկանա իմ կորուստի ծանրությունը։ Ուֆ։ Որոշումդ վերջնական է։ Հա։ Ու չփորձես ինձ կանգնեցնել։ Ինչպես տեսնում ես, ես ոչինչ չեմ անում։ Տեղից ես չեմ շարժվում։ Ես չեմ կարող ապրել մի տանը, որտեղ ինձ չեն հարգում։ Այս տանը ամեն ինչ խառն է։ Հարգանքը կորել է վաղուց։ Ո՞վ է հիշում դրա մասին։ Ուզում ես հավատա ինձ, ուզում ես չէ։ Բայց այս տան ապրողը Վլադը չի։ Ու Կարմենը չէր խաբում։ Այդ հոգեկան հիվանդ տղա Խորենն է։ Թե չես ուզում, կարող ես հանգիստ չհավատալ։ Երեխուն կթողնես, նոր կգնաս։ Էդ էր մնում պակաս։ Ես իմ երեխային չեմ կարող թողնել մի տեղ, որտեղ հոգեկան հիվանդ տղա կա։ Ես ոնց եղավ, որ ուզեցիք տեսնել ինձ։ Անդանայի մոտ է, երբ որ զանգեցիր։ Ես ինձ հիշացնել տվեցի, հա, իմ զանգով։ Կարելի է տենց էլ ասել։ Ինչ լավ որ տեսել եք Ադամին։ Ոնց էր իրան զգում այդ բան մեջ։ Ես հեռախոսով խոսացել եմ, բայց դե հեռախոսով խոսալն ուրիշ է, աչքով տենալն ուրիշ է։ Որպես ավելի լավ է դրա մասին չխոսել։ Ինչի։ Լավ չի։ Բան է եղել։ Ադամն ասեց, որ ուզում ես գնաս Ամերիկա, հա։ Հա, ճիշտ ասած մտքիս կա։ Բայց խի։ Ասում են այնտեղ կորած մամա ունեմ։ Հա, ուզում ես գնաս իր մոտ։ Հա։ Ծիծաղալու է, չէ։ Սաղ կյանքս մորս չեմ տեսել։ Մտածում եմ մարդ ես, կարող է էլ չստացվել տենամ։ Ես առիթը բաց չթողեմ, գնամ տենամ։ Արի դու ինձ լսի մի գնա։ Ինչի։ Որովհետև չիմանաս ձեր հանդիպումը ոնց կլինի, ոնց կստացվի, կարող է հիասթափված հետ գաս։ Ես հիասթափված ծնվել եմ, թե չէ, այսօր մերս կողքս կլիներ։ Արի ինձ լսի մի գնա, հա դու։ Ինչի։ Նստի։ Ջայել եմ կհաղթինեմ ինձ։ Էդ ինչի ասեցի, որ չգնամ Ամերիկա։ Դե իմաստը չեմ տեսում։ Մենակ էդ։ Դե մի գնալի։ Ինչ ունես ընդ գնալու։ Լիքը հարցեր ունեմ պարզելու, լիքը հարցեր ունեմ իրան տալու։ Տղա ջան, դու ոչ մի հարց էլ չունես իրան տալու։ Արի կլինի ինձ լսի մի գնա։ Հերիքա, մամա, հերիքա։ Ոայ, աղջի ներվային ես դու։ Հա։ Ես էլ։
Вообще ինչի papan մեզ դուրս հրավիրեց։ Դժվար է հասկանալ, որ քրոջդ էլ առանցին խոսա։ Այդ ինչ պիտի խոսային, որ մենք էլ պիտի չլսեինք։ Վայ Մոնիկա, հանգիստ նստի տեղդ, հա։ Ու вообще, ինչի ենք մենք եկել հոբարի տուն։ Մամա, մենք տուն ունենք, ինչի պիտի բամժավաց անենք։ Էս ինչ ձև ես խոսում, բամժավաց։ Ինչ է նշանակում բամժավաց։ Ոնց եմ զզվում քո բառապաշարից։ Արի գնանք էլի տուն։ Papan մեզնից է փախչում, մենք էլ կարճել ենք papaից, ընկել ենք հետևից, չենք թողում հանգիստ ապրի։ Papan մեզնից չի փախչում, պարզապես հոպարի տանը իրան ավելի ապահով ազգում, չես հասկանում։ Դե ուրեմն եկեք տեղափոխվենք հոպարի տուն։ Как раз հոպարը ոչ ընտանիք ունի, ոչ էլ հոգսեր։ Մենք կդառնանք նրա ընտանիքը ու главное հոգսերը։ Վախենամ հոպարը չձգի, տուջը մի անգամից կկախվի։ Անհոգ եղե, եթե papan այս տարիների ընթացքում չի կախվել, հոպարը հաստատ չի կախվի։ Papan մեր երեսը երբ է տեսել, որ մի հատ էլ կախվի։ Նա ամբողջ կյանքը սիրուհիների մոտ է եղել, նրանցից է կախվել։ Դու նենց սրտանց ուզում ես գնաս, հա։ Հապա չգնամ։ Իմ գնալով կարծում եմ լիքը բան իմ համար պարզ կլինի։ Ճիշտ է, սխալ մերը սա։ Ինքը ահագին բան գիտի։ Այդ իր ինֆորմացիայով ինձ ահագին կօգնի։ Այդ քեզ թվում է, որ դու գնացիր հասար Ամերիկա, այդ կնոջը տեսար ամեն ինչ բարձա դառնալու։ Հա։ Ինձ թվում է ինքն ինձ կօգնի, ես հասկանամ այս ամեն ինչ։ Բայց ինձ որ լսես չես գնա։ Հա, բայց ինչի։ Իմ սրտի խոսքներ ասեցի էլի։ Հələ մի րոպե։ Այդ սրտիդ խոսքը կարող է ինչ-որ բանից է բխում, կարող է ինչ-որ բան գիտես, որ ես չգիտեմ։ Դու չէ ես ինչ պետք է իմանամ, որ դու չիմանաս, կամ դու չգիտես։ Ուղղակի խոսքեր սրտի ասեցի։ Դու որ չլինես ես կորած եմ։ Այսա դեղը խմելուց հետո քեզ ավելի լավ կզգաս։ Երևի, բայց ավելի լավ է մի գնա մոտս մնա։ Քեզ շատ վատ պահեցիր Մարթայի հետ, շատ։ Ստիպեց։ Չես ուզում խոսալ, Վլադ։ Դու էլ ես մտածում, որ ես Վլադը չեմ։ Ես չեմ մտածում։ Սպասում եմ, որ դու խոսաս, որ դու բացատրես, որ դու մեկնաբանես։ Թողով ինչ ուզում է ասի, ես թքած ունեմ։ Իմ համար կարևորը դու ես, կարևորը թե դու ինչ ես մտածում։ Ինչի։ Որովհետև դու իմ կինն ես, դու իմ կեսն ես, եթե դու էլ պիտի կասկածես ավելի լավ է մեռնեմ։ Այդ դեպքում ինչի համար էր Կարմենի այս ներկայացումը։ Որ բոլորիդ մեջ կասկած գցեր։ Ու գիտես, հասավ իր ուզածին։ Լավ, ենթադրենք, թե ես Վլադը չեմ։ Այդ դեպքում Վլադը ուր է կարաս ինձ բացատրես։ Ուր է այդ կիսամեռ կոմայի մեջ պարկած տղեն։ Ուր ենք փախցրել։ Ինչ ա եղել իր հետ կարաս բացատրես։ Վլադ, իսկ դու Ես ինչ։ Մարթայի հետ։ Մարթայի հետ ինչ։ Չէ՞ որ դուք կապի մեջ էիք։ Հա։ Դուք կապի մեջ էիք։ Ու հիմա։ Լսի ինչ ես խոսում։ Բայց ինչ ես բարկանում։ Եթե չես հավատում, տենց եմ ասա։ Եթե ես քո համար Վլադը չեմ, կարաս գնաս այստեղից։ Ուր։ Գնամ մի քիչ պառկեմ, իսկապես շատ հոգնած եմ։
Բայց շփոթվեցիր իմ հարցից, Արթայի հետ կապված։ Վլադ։